Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Սիգետյանը համոզված է, որ ոչ իշխանական քարյակի 12 պահանջները մնալու են թղթի վրա, քանի որ ընդդիմությունը միասնական չէ։ Ըստ նրա, ընդդիմադիրի դաշտում այսօր իրավիճակի տերը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է։ Այսօր Բարգավաճ Հայաստանն է կոորդինացնում կամ վերահսկում ընդդիմադիր դաշտը։ Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր մասնակցել է կառավարության նիստին։ Նա ներկայացրել է 2006-2013 թվականների Հանրապետության 74 դպրոցների նորոգման ծրագրի ուսումնասիրությունների արդյունքները։ Դպրոցների նորոգման համար նախատեսված 33 միլիարդ դրամից 22 միլիարդը արդեն ծախսվել է։ 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունը ավարտված չէ։ Ավտոներկրողները հայտնվել են անելանելի վիճակում, ավելացված արժեքի հարկի մասին օրենքի առկա մի շարք դրույթների պատճառով, երբ քաղաքացի Կամո Մարությանը 1 տարվա մեջ իր երկրորդ մեքենան է վաճառել, պարզվել է, որ ստացված գումարի կեսից ավելին պետք է վճարի պետությանը։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է. Դուք պետք է ուրեմն հաշվետվություն ներկայացնեք եւ վճարեք այդ վաճառած երկրորդ ապրանքի համար ավելացված արժեքի հարկ 16.67%։ Իր խոսքերով հավերժական շարժիչ ստեղծած մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ ինքը չի հայհոյել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին։ Վերջինս այս մասին հայտարարել է կառավարության նիստերից մեկում։ Ասել եմ, անգրագետ, սրիգա, հայրենիքի դավաճան։ Երևանի Անանյա Շիրակացու անվան ճեմարանին թույլատրվել է 11-12-րդ դասարաններում 3 տարի ժամկետով իրականացնել միջազգային բակալավրիատի դիպլոմ անգլերեն ծրագիրը։ Կրթության եւ գիտության փոխնախարար Մանոկ Մկրտչյանի խոսքերով ծրագիրը իրականացվելու է անգլերեն լեզվով եւ ամենակարևորը Դա չի արվելու պետական բյուջեի հաշվին։ Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը արդեն քաղաքական առումով որոշված է եւ մնում է կողմերի հետ համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ժամանակի խնդիր է։ Այսօր հրավիրված ասիլիսում նման տեսակետ է հայտնել Բելարուսի փորձագետ Ցիտադել վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին։ Ըստ նրա, մոտ ապագայում Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել բոլոր այն դրական ազդեցություններից, ինչ նախատեսում է ԵՏՄ-ն։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ եթե Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից եւ ճանաչվի անկախ պետություն, դրանից Լեռնային Ղարաբաղում ոչինչ չի փոխվի։ Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ կեղծվեն Շոտլանդիայում հանրաքվեի արդյունքները, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է, որ երբեք ոչ միտեղ չեն եղել քվեարկություններ, որոնք ինչ որ չափով չկեղծվեն։ Հիշեցնեմ, որ Շոտլանդիայում հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան վաղն առավոտյան։ Ես պատմաբան կամ գիտնական չեմ եւ դա է պատճառը, որ չեմ կարող ասել ով է ճիշտ, ով է սխալ, ասել է Գերմանիայի Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության падգամավոր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդը։ Իր խոսքում Գերմանիայի խորհրդարանի падգամավորը նշում է, որ փաստ է, որ 1.5 միլիոն հայ սպանվել է։ Նա ասում է նաև, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ արդեն խոսվել է դրա մասին Բունդեստագում։ Օրվա լրահոսը։ Հոկտեմբերի 10-ը հանրահավաքային պայքարի սկիզբը կլինի, որը հնարավոր է ճակատագրական նշանակություն ունենա, վստահեցնում է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Այսօր խմբակցության նիստում քննարկվել են հանրահավաքի օրակարգին վերաբերող հարցեր։ Մենք պետք է հասնենք նրան, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում այնքան ժողովուրդ հավաքվի, որ ըստ էության ներկայացնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին մանդատ տա հետագա կարևոր գործողությունների համար։ Արդյոք սա կարող է հանգեցնել նստացույցերի կամ հանրահավաքների շարունակության։ Պարոն Զուրաբյանի խոսքերով իրենք կդիմեն սահմանադրությամբ թույլատրվող յուրաքանչյուր քայլի։ Մենք դրա համար չենք ամիսներ շարունակ աշխատել այս համախմբման վրա, որ ընդհանրապես Տիճկայի համար մի հանրահավաք անենք եւ ասենք, որ հանրահավաք արել ենք։ Ինչ վերաբերում է հանրահավաքին Հայ հեղափոխական դաշնակցության չմասնակցությանը, ապա Լևոն Զուրաբյանը նշում է. Գործընթացը արդեն ձեռք է բերել այնպիսի բնույթ, որ ոչ մի կուսակցություն չի կարող
ոչ խոչընդոտ դառնալ, ոչ արգելք դառնալ, ինչ որ ձևով կասեցնել հանրավաքային ալիքը։ Իդեպ հոկտեմբերի 10-ին հանրավաքի օրը Մինսկում հավանաբար կորոշվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Արդյոք այս հանգամանքին եւս անդրադարձ կկատարվի հանրահավաքում։ Սա պայքար չէ որևէ աշխարհաքաղաքական օրիենտացիայի համար։ Այսօր ամենակարևոր հարցը այն է, որ Հայաստանի ժողովուրդը ստանա վերջապես ընտրովի իշխանություն, որը հաշվետու է իր առջև։ Հայ արտադրողի համար ռուսական շուկան լայնորեն չի բացվելու։ Եթե նույնիսկ արևմուտքի կողմից օրեցօր խստանան Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստան արևմուտք հակամարտությունից, ավելի շատ ապրանքներ մուծելով ռուսական շուկա։ Պատգամավորը միայն մեկ փաստ է բերում։ Երբ որ վրացական գինիների հետ տեղի ունեցավ արգելափակում Ռուսաստանի կողմից, հայկական գինիների ռուսական շուկայում իրացնելիության ամենամեծ ցուցանիշը այդ օրերին կարողացավ ունենալ մինչև 2%, որը գրեթե ոչինչ է այս պարագայում։ Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը օրեցօր նվազում է։ Այն արդեն ռեկորդային է։ 1 ռուբլու դիմաց 38.40 ռուբլի։ Սա բնականաբար բացասաբար կազդի նաև հայկական շուկայի վրա։ Պատժամիջոցները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո ավելացող մաքսատուրքերը Հայաստանում կբերեն գների աճ։ Հայաստանի շուկան, որպես շատ փոքր արտադրողականություն ունեցող ցավոք սրտի երկիր, կարող է միանգամից կլանվել ռուսական պահանջարկի դիմաց։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի ընդունում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը միայն վնասելու է մեր տնտեսությանը։ Եթե մենք բռնում ենք գնաճից ու ասում ենք դա մեր օղապարան ամենամեծ խնդիրը դա է, դա ճիշտ մոտեցում չի, որտեվ կարող է պատահի միջև անգամ գնային ճնշումներ լինելու իսկ պարագայում կամ հետևանքով, բայց հետագայում ասենք թե աշխատատեղեր ստեղծվեն, աշխատատեղերում գտնվողները ավելի մեծ եկամուտներ ստանան։ Իրանական ընկերությունը հայ գործարարներին փորձում է գայթակղել առևտուր արեք Արաս քաղաքի ոչ մաքսային գոտումային հարևանի Ադրբեջանին եւ Նախիջևանին։ Հայաստանի ժողովուրդ մասսայական ասված այտենց լավ ծանոթ չեն Պարսկաստանի մշակույթին, Պարսկաստանի տարածքին, բնությանը։ Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող երկիրն այնքան էլ չի խեղճացել դրանցից, ապրանքները կան, պատվիրատուները կան, գորգագործական ընկերության աշխատակիցն ընդունում է, որ դիցուկ ամերիկան իրենց ապրանքը չի գնում, բայց ամերիկացիները գնում են։ Կանադայից, Ամերիկայից ունենք մարդիկ, որոնք գնում են մեր գորգերը եւ հատով վաճառում են։ Պատժամիջոցներն իհարկե որոշ անհարմարություններ ստեղծում են այս ընկերության համար, Հասան Մեյմարը շատ չի մանրամասնի, թե ինչպիսի անհարմարություններ են դրանք։ Պատժամիջոցները խանգարում են, օրինակ հումքի ձեռքբերմանը։ Մենք այն ներմուծում ենք Գերմանիայից։ Այդպիսի քաղաքական խաղերը չեն կարող ազդեն թե Իրանի քաղաքականության վրա եւ թե զարգացման ուղու վրա։ Իրան-Հայաստան մշակութային կապերը նույնպես ցուցահանդեսի թեմաներից են։ Այդ կապերի իրանցի ներկայացուցիչը հարցնում է, հայերը գիտեն, որ Իրանի տարածքում 140 հայկական եկեղեցի կա։ Իրանի հյուրերը սովորաբար շատ են զարմանում, որ մեր երկրում այդքան հայկական եկեղեցի կա պահպանված։ Իդեպ մի իրանցին մյուսի խոսքը թարգմանելիս վերջինիս ներկայացնում է հոգնակի թվով, իրենք ասում են. Գարեգին Նժդեի եղբոր աղջիկը Էմմա Սահակյանը նախագահական նստավայրի մոտից այսօր եկել էր կառավարության շենք։ Նա 2 տարի ու 3 ամիս է գիշերում է նախագահական նստավայրի մոտ ու Սերժ Սարգսյանի միջոցով չի կարողանում վերադարձնել իր տունը։ Այսօր եկել էր Հովիկ Աբրահամյանի մոտ իր նամակների պատասխանը ստանալու համար։ Ես հույսես չեմ կտրում, ես սպասում եմ իշխանափոխության։ Կարո Մինասյանն էլ Գյումրիից է Երևան եկել Հովիկ Աբրահամյանից պատասխան ստանալու համար։ Նա բողոքում է, որ իր աշխատանքային ստաժը ճիշտ չի հաշվարկվել։ Արդյունքում ինքը քիչ թոշակ է ստանում։ Վեց տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուներն են ինչպես ամեն 5 շաբթի կառավարության շենքի մոտ էին։ Այս անգամ նրանք ոչ միայն հիասթափություն էին հայտնում, այլև զարմանք։ Կառավարությունն ասում է գումար չկա, իսկ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի համար տալիս է 500,000 ամերիկյան դոլար։ 500,000 նվիրատվություն անել այն պետությունը կարող անի, որը որ տակը փող ունի, ինչ ունես երկիրը որ տալիս է։ Բայց որ ասես 10,000 փող դուր կասեն չունեմ։ Բյուջեին փող չկա, ես ինչ անեմ։ Այսօր էլ կառավարությունից ոչ ոք չընդունեց ակցիայի մասնակիցներին։
जूता है जापानी ये पतलून इंग्लिस्तानी सर पे लाल टोपी रूसी फिर भी दिल है हिंदुस्तानी Ես դեռ կենթանի եմ, կյանքը չի կարող ձանձրալի լինել եւ եւս երկու հիթ հնդկական ֆիլմերի սիրահարների համար Մոսկվա կինոթատրոնում հնդկական ֆիլմերի շաբաթ ծրագրի շրջանակում Բոլիվուդը նշում է իր կինոարդյունաբերության 100-ամյակը Բավականին մեծ աժոտաժ է արդեն չէ, որովհետեւ մեր պաշտոնական էջին անընդհատ նամակներ են գալիս Խորհրդային տարիներին Մոսկվա կամ Նայիրի կինոթատրոններում հնդկական ֆիլմ դիտելը այնքան էլ ընդունված չէր։ Հնդկական ֆիլմեր ցուցադրող հիմնական կինոթատրոնը հայրենիքն էր եւ ինչպես այն ժամանակ կատակում էին, այստեղից սկսվում էր փղերի աշխարհը։ Հնդկական ֆիլմերի երկրպագուները տոմսերի համար մի իսկական պատերազմ էին սարքում։ Հաջը հերթ ենք կանգնել գիշերները, որ գնանք այդ կինոները նայենք։ Հետխորհրդային տարիներին կինոթատրոնները փակվեցին, սակայն բոլիվուդյան ֆիլմերը այսօր էլ ունեն իրենց երկրպագուները։ Կինոթատրոններին փոխարինեց ինտերնետը։ Նախընտրած ֆիլմերի շարքում կան հնդկական ֆիլմեր ինչու ոչ, բայց դրանք տարբերվում են մի քիչ հնդկական ազգային ֆիլմերից, որին սովորենք բոլորս։ Եթե մինչև խփել ընկնում են, այստեղ այդպիսի բաներ չկան։ Մորով են վերաբերվել ու լուրջ չեմ ընդունել իրանց ֆիլմերը, երբեք։ Բոլիվուդը տարեկան արտադրում է 1000-ից ավել ֆիլմ։ Հնդիկ հանդիսատեսը առաջին անգամ համբույր էկրանին տեսավ միայն 1983-ին, սակայն այսօր էլ սա ողջունելի չէ։ Ժամանակը տեղում չի դոփում, եւ հնդկական ավանդական երգն ու պարը սկսեցին համեմվել, միքսվել ժամանակակից ռիթմերով, սարին էլ փոխարինեց նորաձև հագու կապը։ Սակայն իր հուզական յուրօրինակությունը իր անուրջների աշխարհը հնդկական կինոն պահպանեց, քանի որ մարդկանց միշտ էլ պետք է հեքիաթ, պետք է երազանք ու հավատ, որ բարին ի վերջո կհաղթանակի։ Երեք ոչ իշխանական ուժերը վերջապես հայտարարեցին համատեղ հանրահավաքի ամսաթվի եւ մարզային այցելությունների մասին, որոնց սակայն չեն մասնակցելու հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները։ Պաշտոնապես ասվում է, որ խնդիրը սահմանադրական փոփոխությունների հարցում տարբեր մոտեցումների մեջ է, բայց ինձ համար օրինակ այնքան էլ պարզ չէ, թե ինչու չի կարելի մասնակցել համատեղ միջոցառումներին, պահպանելով այդ տարաձայնությունները։ Օրվա գլխավոր թեման։ Սահմանադրական բարեփոխումները առիթ թե պատճառ ոչ իշխանական քառակի հանրահավաքներին չմասնակցելու համար հայ հեղափոխական դաշնակցության քայլը քաղաքագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ Այս քառակի չերկարատևման, չգոյատևման հիմքը դրված էր ի սկզբանե, որովհետև սա մի արհեստացին կառույց էր։ Քառակը չի կարող կուռ մի ուժ լինել այն պարզ պատճառով, որ քառակի մեջ մտած կուսակցությունները ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեն։ Քառակում ամեն մեկը իր շահն է ունեցել եւ այն ի սկզբանե մի նպատակ է հետապնդել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի կարծիքն է, այն է ստեղծել տպավորություն, թե Հայաստանում ընդդիմություն կա ու հանրապետական կուսակցությունը չէ դրության ամբողջական տերը։ Պետք է հիշել, որ այդ մենաշնորհը ձևավորվել է հենց քառակ կազմող ուժերի ջանքերով նաեւ։ Իրենք մասնակցել են բոլոր այդ ընտրություններին, լեգիտիմացրել են այդ ընտրությունները։ Անդրեաս Ղուկասյանի խորին համոզմամբ հայ հեղափոխական դաշնակցությունը ինքնուրույն գործող կուսակցություն չէ։ Հենց արտաքին ուժերը ստիպեցին դաշնակցությանը չմասնակցել հանրահավաքներին, քանի որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը իրականում ըստ քաղաքագետի ի օգուտ Սերժ Սարգսյանի է։ Ձեռնպահ մնաց Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցել հոկտեմբերի 10-ին, որպեսզի նա Մինսկում կարողանա ինչ-որ մատուցի այս երկրի ներքին վիճակը որպես արգումենտ, թե ինչի Եվրասիական միության անդամությունը անհրաժեշտ է ստորագրել։ Հանգամանքների նման դասավորություն չի բացառում նաև Աղասի Ենոքյանը, բայց արդեն եռյակը կարող է նաև այլ ձեռքբերումների հասնել։ Մյուս կողմից, այո, սա կարող է ուրեմն դառնալ մի կողմից Սերժ Սարգսյանի դիրքերը ուժեղացնելու գործում, այսինքն նա ցույց տա, որ կան ուրեմն ուժեր, կան խմբեր, որ իր հետ համաձայն չեն, հա, եւ այս առումով ուրեմն նա կարող է Մոսկվայից իր իշխանության համար լրացուցիչ երաշխիքներ փոխի։ Մյուս կողմից իհարկե սա կարող է դառնալ հենց Սերժ Սարգսյանը այստեղ չլինելով, կարող է վերածվել մի շատ ավելի հզոր շարժման։ Ոչ մի հեղափոխություն ու ոչ էլ լուրջ փոփոխություն քառյակից կամ եռյակից սпасել պետք չէ։ Ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի անգամ նրանց ներկայացրած 12 կետերը ոչ մի ընդհանուր բան չունեն հանրությանն այսօր հուզող խնդիրների հետ։ Նման բան մենք 20 տարի տեսել ենք եւ 20 տարվա արդյունքը այն է, ինչ մենք ունենք ներկա Հայաստանում։
Սահմանադրական բարեփոխումները, կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգը մեր եւ հավանաբար ցանկացած այլ ժողովրդի համար չափից դուրս բարդ թեմա է։ Մարդկանց ամբողջ աշխարհում հետաքրում է հիմնականում մի բան՝ ունենալ աշխատանք եւ ստանալ այնպիսի աշխատավարձ, որը կապահովի իր ընտանիքի համար արժանապատիվ կյանքը։ Քաղաքական ուժերի հասարակական տարբեր կառույցների խնդիրն է բացատրել այդ ձգտումների եւ մնացած երևույթների միջև պատճառահետևանքային կապը։ Հայաստանում գործող ավանդույթի համաձայն կուսակցությունները այդ կապը չեն ուզում կամ չեն կարող բացատրել։ Իշխանությունն առաջարկում է ապրիորի ընդունել, որ իր բոլոր քայլերը ճիշտ են, ընդդիմությունն էլ որևէ մանրամասների մեջ չմտնելով, ասում է ինչ էլ անի իշխանությունը միևնույն է վատ է լինելու, իսկ լավ բան կարող են անել միայն իրենք ընդդիմադիրները, որովհետև պարկեշտ մարդիկ են։ Սահմանադրական փոփոխությունները այս առումով բացառություն չեն։ Նախագահական կամ կիսանախագահական համակարգի պայմաններում վերջին 20 տարում իշխանությունները մշակել են իրենց վերարտադրության յուղած մեխանիզմներ եւ այնքան էլ պարզ չէ թե ինչու դա չի հաջողվի անել 2018 եւ հաջորդ տարիներին, պահպանելով նույն սահմանադրությունը։ Միակ ընդդիմադիր ուժը, որը պատրաստ է քննարկել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը, դաշնակցությունն է, ինչի համար էլ վերջինս սուր քննադատության թիրախ է դարձել։ Ամեկլուսի զրուցակիցն է ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Պարոն Վարդանյան, հնարավոր չէ արդյոք մասնակցել մնացած երեք կուսակցությունների հետ համատեղ միջոցառումներին, վերապահում անելով մեկ սահմանադրության հարցի վերաբերյալ։ Մենք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների հետ։ Մեր գործընկերների մոտեցումն այն էր, որ այս փուլում հնարավոր չէ շրջանցել սահմանադրական բարեփոխումների հարցը եւ մարզային նախնական հանդիպումների ժամանակ եւ հանրահավաքի ժամանակ։ Տեսեք, մենք խոսում ենք հանրահավաքի մասին, 4 ուժերի հնարավոր համատեղ հանրահավաքի մասին։ Եթե մենք խոսեինք որևէ միջոցառման ձեր ասած կոնֆերանս, խորհրդաժողով եւ այլը հնարավոր էր, բայց բնականաբար հանրահավաքի ժամանակ դա հնարավոր չի լինելու շրջանցել եւ վերապահումով ընթանալ։ Մեր ասածը նաեւ հետեւյալն էր, քանի դեռ հայեցակարգը պատրաստ չէ, ներկայացված չէ, լավ կլինի ձեռնպահ մնանք համատեղ հանրահավաքից եւ դրանից հետո միասին արդեն, որ հստակ կլինեն բոլորի մոտեցումները, խոսենք։ Բայց փաստորեն մեր գործընկերները մի փոքր շտապեցին։ Ձեր գործընկերները կասկածում են, որ իշխանությունը ուզում է վերարտադրվել խորհրդարանական համակարգի միջոցով։ Դուք այդ կասկածները կիսում եք, թե չեք կիսում։ Բնականաբար ցանկացած իշխանություն փորձում է վերարտադրվել անկախ համակարգից։ Բնականաբար կիսում ենք եւ դրա փորձառությունը մենք ունենք։ Բայց ի տարբերություն մեր գործընկերների մենք համոզված ենք, որ այսօրվա գործող համակարգը, կիսանախագահական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս վերարտադրվելու, քան մեր պատկերացրած, մեր առաջարկած խորհրդարանական համակարգը։ Արդյոք սահմանադրությունը այս փաստարկն է բերում, այս կամ այն փոփոխությամբ կարող է բարելավել մարդկանց կյանքը, խնդիրները լուծել մեր հարաբերությունները։ Շատ հեշտ ձևակերպվող հարց է, այսպես պոպուլիստական ուղղակի կապ չունի կյանքի հետ, կյանքի որակի հետ, մարդկանց ապրելակերպի հետ։ Այո, ուղղակիորեն կապ չունի։ Հաջորդ օրը փոփոխություն չի լինելու մարդկանց կյանքում։ Բայց դա չի նշանակում, որ պետական համակարգը, ընդհանրապես համակարգը փոխելը դրականորեն չի ազդելու երկրի եւ նաեւ հեռանկարում այս բոլոր խնդիրների լուծման վրա։ Մենք ունենք այսօր մի համակարգ, որը դրականորեն չի ազդում, որը ընդհակառակը վատթարացնում է մարդկանց վիճակը եւ բոլոր խնդիրների մեջ թվարկենք։ Խորհրդարանական համակարգի բարելավում սա ավելի նվազում է անձնիշխանությունը, իշխանությունը ապա կենտրոնացվում է, որոշումներ ընդունում են շատ ավելի թափանցիկ եւ պատասխանատվությամբ, քաղաքական ուժերի դերը մեծանում է եւ այս առումով իհարկե սա մեն դրական կարող է լինել երկրի զարգացման եւ մարդկանց կյանքի վրա ազդելու առումով։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցն էր ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Կառավարության որոշմամբ օգոստոսից ընտանեկան նպաստները բարձրացվել են 1000 դրամով, այսինքն նպաստառու ընտանիքներն այսուհետ կստանան 17000 դրամ։ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հույս ունեն, որ 1000 դրամը ինչ-որ չափով կթեթևացնի մարդկանց հոգսը։ Շատ փոքր բան էր, բայց էլի ինչ-որտեղ ընտանիքի այդ սոցիալական խնդիրը մի քիչ մեղմացրեց, ավելի մեղմացրեց։
Ընդհանուր առմամբ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հաշվառվածների թիվը 1413 է, որից մոտ 600-ը ընտանեկան, 500-ը սոցիալական, 90-ն էլ հրատապ օգնության մեկանգամյա նպաստ է ստանում։ Հատկապես չափահաս երիտասարդներն են սկսել օգնություն խնդրել գործակալությունից, ովքեր անելանելի վիճակում են հայտնվել, աշխատունակ են, բայց գործազուրկ։ Ոչ մի սոցիալական խմբի մեջ չմատնող գալիս են դիմում են, բայց իհարկե մեր օրենքով նրանց չեն կարող, ասենք այսպես, ընդառաջել, որովհետև նրանք պետք է աշխատեն, ավելի շատ աշխատանք գտնեն ու աշխատանքով ապրեն։ 3 կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել Նոռու մարզի Սանահին գյուղի բերքը։ Գյուղացիները հարկադրված բերքահավաք են կատարել, համբարելով արդեն անպիտան դարձած միրգն ու բանջարեղենը։ Արդեն մի սուտ կա, որը համարյա անցակաց է։ Ոնց ասեմ, մոտավորապես 5 կոպեկանոցի, նախկին 5 կոպեկանոցի կամ այսօրվա 10 դրամանոցի չափով կարկուտ էր գծում։ Արի, դա լավ ֆիտակերենայի։ Իսկ ընդհանրապես կարկուտի հետևանքն է։ Բանջարեղենի խաղի ժամանակն արդեն եկել էր։ Սանահինցի Ռուբենևոյանը պարզապես չհասցրեց դրանք հավաքել եւ գարնանկատարած աշխատանքներից նրան միայն գրած չարչարանքը մնաց։ Խնձորը եթե մինչև հունվար ասենք կմնար, հմի կարկուտի տվածը էլ նա շատ արագ փթող գործող գնացող։ Սանահին գյուղում դեռ չեն հաշվարկել, թե որքան վնաս է հասցրել կարկուտը, բայց գիտեն, որ վնասված բերքը վաճառել չեն կարող։ Ավելին, ձմռան համար անհրաժեշտ միրգն ու բանջարեղենն էլ ուրիշից պիտի գնան։ Մեր երկրում գործում են բազմաթիվ իմաստուն օրենքներ, դրանցից մեկի համաձայն դուք իրավունք չունեք 1 տարվա ընթացքում 2 անգամ վաճառել միևնույն նույնատիպ ապրանքը, օրինակ ավտոմեքենաները։ Հակառակ դեպքում դա կհամարվի ապօրինի ձեռնարկատիրություն, ինչ խոսք դա ստվերի դեմ պայքարի լավագույն ձևերից մեկն է։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Հանկարծ 14 թվականին հարգելի քաղաքացիներ, հանկարծ մի բան չվաճառեք 2 հատ, զգույշ եղեք, բնակարան, հողամաս, գյուղատնտեսական ապրանք։ Ах ты разбой! Вор! Бунтовщик! Ты выстроил дом на участке графинь Вишен! Вон отсюда! Вон! Вон! Ваша милость, но сам граф Виш не разрешил мне. Молчать! Конфискую! Здесь будет жить злая